Որովհետև տեսեք հետաքրիր հարց է, Նարեն ասեց ուզում եմ մի վրա։ Ամբողջ աշխարհում, երբ որ մի բան ցույց են տալիս, միշտ աղջիկն է լինում, որ աղջիկա օգնությամբ են ցույց տալիս։ Դրա համար մանեկենները ամբողջ աշխարհում մանեկենները միշտ աղջիկ են։ Վերակենդանցող անա, ունկնդիրը գտել է, որ ունկնդիրը ավելի անկալում, երբ որ աղջիկ է լինում, մանեկենն էլ միշտ աղջիկ է։ Ասաղ աշխարհը Աննա է, մենակ ռուսները դրեցին մի հատ գոշա ստեղծեցին, տղա մանեկեն, բոլոր այնքան ղժացին, վերջ փոխեցին, գլաշա դարձին։ Դա մեկ, երկրորդը հիշեք, առաջի բուժօգնություն, այդ տերմինն եք հիշում, առաջի բուժօգնություն ցույց տալու ձեր սերը մոռանում եք, չկա տղա աղջիկ։ Նարեն քարերից ընկավ, վсё, տղա աղջիկ չկա, կա տուժած, կա օգնություն ցույց տվող։ Անջատում եք ձեր բոլոր ապահովիչները, ամեն ինչ անջատում եք, վсё, դուք միայն կա տուժած, կա օգնություն ցույց տվող։ Ուրեմն այսօրվա մեր թեման ձեռքի տակ եղած միջոցներն է։ Պատրուշն էստեսվա որ ասում ենք, կամ համապատրաստից սարքած։ Այսինքն գնացեք մի բան եղավ, այդ պահին մտածում եք ինչից ինչ պատրաստեք։ Պատկերացրեք, հիմա Նարեն ընկավ այսպես ձեռքի վրա, ձեռքը բռնելա ցավում է։ Այդ ցավումը նշանակում է, սա կոչվում է տիպիկ վայր։ Տիպիկ վայրի կոտրվածք։ Նարեն կամ կոտրելա կամ ճաքելա։ Հիմա պետք է այդ պահին անշարժացնեք, ինչ եք ման գալիս անշարժացնելու։ Եթե որևէ ժուրնալ, բան ինչ որ մեկ մոտ թերթ ժուրնալ կա, կարակ դուք ծալեք, ժուրնալը ասենք, ծալեք, անշարժացնեք։ Նարեն մայկայը հակել, հենց մայկան ծալում եք, եղավ անշարժացին։ Եթե վերնաշապի կա, կոճակները քանդեցիք, ձեռքը գցեցիք։ Ամենալավ անշարժացնողը դա իշնա պլաստիկի շիշը։ Աջ ու ձախ բոլորի մոտ կա, նույնիսկ այս աղբի մեջ մանգան կգտնեք, պլաստիկի շիշ։ Ցանկացած շիշ, վերևը կտրում եք, ներքևը կտրում եք, միջից կիսում եք, այս կանավկեք եղավ։ Դրեցինք Նարեի ձեռքը, անշարժացրեցինք մինչև հասնենք։ Եթե արմունկն էլ է վնասվել, կամ արմկային ոտնը պետք է անշարժացնեք, նախաբազի գնա։ Շիշը կտրում եք վերևից, միջից կիսում եք, ներքևը չեք փոխում։ Այսինքն դուք կարակ սա դնեք, մյուսներով ուժեղացնեք, նույնիսկ մի հատն էլ մի կողմը կտրեք շշի, որ ինքը հենց ընդգրկի։ Խնդրեմ, նոր այս հենց կապած իրեն դուք կարակ բարձրացնեք։ Սովորական պլաստիկի շշից շատ բաներ է սարքվում, դա մենք հետո կանցնենք գոյատեման բաժինը։ 2 լիտրանոց շշով կոկա-կոլայի կարակ կակավ բռնեք ձմռանը, գետում կարակ ձուկ բռնեք, կարակ կոշիկ սարքեք, ամեն ինչ պլաստիկից սարքում։ Հիմա այսօր խոսենք մենակ այդ ձեռքի տակ եղած միջոցներով առաջի բուժօգնությունը։ Տեսեք, ամենալավ վիրակապը, հիմա նույնիսկ Երևանում շատ բուժհիմնարկներում վիրահատությունից հետո ոչ թե դնում են մարլևի, թանզիֆից, այլ դնում են կանանց հիգիենիկ միջադիրներից են պատրաստում վիրակապ։ Ուրեմն ռուսական գրուն, Главное разведывательное управление, գրուի սպեսնազը բոլորը իրենց ուսապարկում ունեն միջադիրների հավաքած, պարտադիր։ Լավագույն վիրակապնած եւ շատ արագ օգնում է։ Հիմա տեսեք ուսապարկերով եք։ Ուսապարկը գիտեք, շատ երկար բանին բլոկում է մաշա։ Հիմա ասենք դու գալիս եք թեթևա։ Ես որ միշտ սարերը գնում էի, իմ ուսապարկը ես չէի կարում, երկու հոգի բարձրացնում էին։ Ես էի հագնում, մենք էլ երկուսին ենք բարձրացնում, երկուսին ծանր է։ Այդ ծանր ուսապարկը ամբողջ մեջքը բլոկեց։ Հիմա ինչ դնես այդ բանին։ Լայն միջադիրը դրվեց, մայկայի տակ շորը հագավ եւ գնում է։ Ռուսական սպեսնազում խելոք հրամանատարը միշտ սոսնձվող միջադիր է պահում, որ հենց հագուստի տակից, զինվորը մայկայից, զինվորը համազգեստից համրացրեց, ուսապարկը հագավ բարձանում։ Բոլորը այս նկարը բոլորից ծանոթ է։ Երբ որ բլոկում է։ 20 հոգով գնում ենք, նայում ենք Նարեն լացում է, ղժում է, որտեղ սարսափելի ցավոտ է, այդ վերքը ծվում է ուղղակի բացին տային։ Ուրեմն, ինչ անում սպեսնազում հրամանատարը, փոքր միջադիրը, նասկու տակից դրեց կրունկին, նասկին հակավ, բացինքեն հակավ, արխային գնում է։ Հիմա ասենք մի բան եղավ, այդ պահին վերքերա մարդկանց վրա։ Կարող է դուք հիմա խմբով գնում եք, դիմացի ավտոբուսը վտարի է ընդարկվել, լիքը տուժածներ կա։ Իջակ միանգամից պետքա վիրակապական, ինչ գտնել։ Միշտ զապաս, կանանց աղջիկների մոտ զապասները պայուսակից անում եք, կտրտում եք, միանգամից ունենում եք 20-30 հատ տարբեր միջադիրներ եւ արդեն դնում վիրակապում եք։ Այսինքն լավագույն իշեք, լավագույն վիրակապական մատերիալ։
ասենք այս փոքրիկ կոմպլեկտը մեծը, սոսնձվողը եւ փոքրը դու կարաք միշտ ունենաք ձեր մոտ։ Սա ինչի մասն եմ ասում, որ ամեն պահի դուք պետք է մտածեք ինչից ինչ եք պատրաստում։ Այս անտեր բինտը միշտ չի լինելու դեպքում էլ դուք չեք կարալ օգտագործել։ Ես որ Կոսովոյում էի 2001-ին, ուրեմն Կեյֆորի զինվորները ՆԱՏՕ-ի բոլորը իրանց գրպանում ունեին 3 պահպանակ, 3 պրեզերվատիվ։ Երկուսը նախատեսված է ռագատկայի համար, ուրա մեր են ռագատկովը։ Արտուր։ Երկուսը ռագատկայի համար է, որը եւ թշնամու խոցելու եւ գոյատևման վժիվանիային որսի համար։ Մեկը ջուր բերելու։ Հիմա ասենք գետից պետքա ջուր բերել, ոչ մի բան չունի։ Նորման թույլատրվում է 2 լիտր։ Նու ավելի լա տանում, բայց ցանկալի են 2-ն է։ Այսինքն նույնիսկ պետք է իմանաք ինչպես լցնել, մի քիչ լցրեցիր կախվես, լրիվ լցնում ես, շորի մեջ փաթաթում ես ու բերում ես։ Այսինքն բազմապիսի կիրառություն ունի։ Ծայրահեղ իրավիճակներում ամեն իրավիճակում քեզ օգնում է։ Այլ լինի մեքենան փչանա, էլեկտրականությունա, մյուսա ՆԱՏՕ-ի զինվորները, ուրեմն ամերիկյան զինվորները, Քուվեյթի պատերազմի ժամանակ այս օգտագործում էին։ Ինչի համար։ Ավազը բերում էր, այդ անապատի ավազը լցում էր ավտոմատի ստվոլի մեջ, փողի մեջ։ Առաջի օրը ոչ մեկ չկարողացավ կրակել։ Հետո հասկացա, մի անգամից հանում էր գրպանից, փողին կապում էին, ավազը չի լցվում եւ ցանկացած բայ կարաս կրակես։ Այսինքն, եթե ձեր ուսապարկում 3-4 հատ կա, իմացեք դա միայն լրիվ ուրիշ նպատակով է։ Այլ մենք ինչ ենք անում, ուրեմն ինչ գտակ ես պահին, դուք դրանով կարաք մարդուն օգնել։ Ուրեմն առաջի թեման, որ այսօր անցնում ենք, դա վիրակապումն է։ Այսինքն վերջ եղավ, վիրակապը դրեցիք, հիմա պետք է ֆիքսեք այդ վիրակապը։ Բոլորին հայտնի է բինտային վիրակապը։ Ես բժշկական ինստիտուտը ավարտել եմ, վիրակապել չգիտեմ։ Ինչի չգիտեմ, եթե ամեն օր դու չես վիրակապում։ Ես վիրակապարանի բժիշկ չեմ եւ այլ, ուրեմն մոռանում ես։ Հիմա ցանկացած բժշկի տանք բինտը, ասենք նարեի ուսը վիրակապի, հասկացե վիրակապնա դժվար է լինելու դնելը։ Եթե տանք, ասենք կոնքազրային հոդը, զստոսկրի կատարը վիրակապի դժվար է լինելու։ Կամ նույնիսկ եթե գիտեք, հիմա պատկերացեք, նարեն ընկել է ժառերից, ընկածագետնին, մոտենում եք կրծքավանդակը վնասված։ Հիմա այդ գրքի գրածը հիշում եք։ Ուրեմն 2, 3, 4, 5, 6, 7 գալիս է 11, հետո մեկը վրայից գալիս ֆիքսում է։ Հիմա խեղճ կոտրատված նարեին 11 անգամ բարձրացնեք, տակից բերեք, ինքն է մի քիչ ճվճվալու է, ցավում է, դու էլ մի քիչ թույլ ես դնում, հենց քաշում տանում եք, սա արձակվում է։ Այսինքն, եթե դուք անդադ չեք դրել, հաստատ սրանով չեք դրել։ Էլ չհաշված, որ կարող է չունենաք սա։ Ուղղակի մի քանի կանոններ հիշեք։ Բինտը միշտ բռնվում է աջ ձեռքում, ծայրը ձախ։ Խաթույթը պետք է նայի քեզ, ոչ թե դուրս լինի, այլ քեզ նայի։ Ինչի համար, որ շատ արագ դուք կարողանաք գլորել, արագ կարողանաք բացել։ Բինտը ունի հետաքրքիր գաղտնիքներ, դա հետո մի ուրիշ անգամ առանձին կանցնենք, տեսեք, վերջույթ եք վիրակապում։ Այս հենց հաճախ է, չէ՞, հենց պտտում, ներվայնացնում ասում եք։ Որսի չպտտվի, առաջինը թեք հա դրվում, մի հատ բերեցինք, թեքը ծալեցինք եւ արագ արդեն դուք արագ վիրակապեք, ինքը չպտտվելու պրոբլեմ չի։ Այսինքն գաղտնիքներ կա, հետաքրքիր, բայց ասում եմ, ծայրահեղ իրավիճակում սրա մասին մոռանում են։ Խուճապի մեջ դուք արդեն չգիտեք ինչը ոնց է։ Արմունկ եք վիրակապում, կոչվում է կրիայի վիրակապ, հակամետ, համամետ։ Այդ ստրեսային վիճակում դու արդեն քեզ կորցնում ես։ Դրա համար սրա մասին մենք այսօր չենք խոսի։ Խոսենք ձեռքի տակ եղած միջոցները։ Ինչ կարող է այս պահին ձեռքի տակ լինի մեզ։ Առաջինը կասիկա։ Մենա, մեր ընկերու մոտ արդեն գլխաշորը ունի։ Սա եռանկյունաձև վիրակապն է, կամ գլխաշորային վիրակապ։ Հիշեք, սա բանդանա չի, բանդանան սեղանաձև է, որ պարանոցն է պաշտպանում ավելից, սա կասինկա է, գլխաշոր։ Ունի գագաթ երկու ծայրեր, հիմք, կենտրոնական մաս։ Ինքը ուղղանկյուն, եռանկյուն է։ Յուրաքանչյուր էջը 1 մետր, հիշեք 1 մետր։ Հիմա եթե պետք եղավ, ցանկացած շորից կտրում ենք մետրը մետրի վրա, հեշտ է շորը ճղվում։ Մեջից կիսում ենք, ունենում ենք 2 կասիկա։ Եթե մեջից կտրելու բան չկա, անկյունագծով ծալում եք ուղղակի։ Ծալեցիք, ունեցաք սա։ Սրանով ցանկացած վիրակապ 5 վայրկյանում դնում ենք։ Տեսեք, եթե նարեն ճակատը վնասել է,
ճակատը վնասել է, դրեցինք, հիմա պետք է ֆիքսենք։ Ուրեմն հիմքը եռանկյան դրվում է ճակատին, ականջների վրայով կապվում է ծոծրակին, ունենում ենք ճակատի վիրակապ։ Եթե ծոծրակն է, մի քիչ պետք է, ծոծրակի դեպքում հիմքը դրեցինք ծոծրակին, ականջները ներառելով, ընդգրկելով, առաջի կապը դնում ենք ճակատին, այս կախվածը բարձրացվում է, երկրորդ կապն է դրվում և ունենում ենք ծոծրակի ընտիր վիրակապ։ Հիմա տեսեք, ենթադրենք ուսը վնասել է, կանխում ես, ուսը վնասել է, հիմի պիտի կապենք, շոր-մոր, թաշկինակ բան դրել ենք, պիտի ֆիքսենք, այդ հասկաձևը դուք հաստատ չեք կարա դնեք, ես էլ չեմ դնում, ինչ ենք անում այս պահին, ունենք մեր կասինկան, օգնության է գալիս որևէ պարան, պրովոդ, գոտի, փողկապ, ինչ ուզեք, այդ շորից եք միացնես պալասակտով, եռանկյունաձև վիրակապի գագաթը պտտվում է այս պարանի վրա, պտտեցինք, դրեցինք վիրավոր ուսին, կապվում է մյուս թևատակին, երկու ծայրերը բազկի շուրջ պտտվեց, դրսային կապը դնում ենք, 5 վայրկյանում ընտիր վիրակապ, չի թուլանում, չի քանդում, սենց քիթ գրկել է, արագ նարային տեղափոխում ենք։ Ուրեմն նույն մեխանիզմով այս թելը ոլորած գագաթին շատ լավ կապվում է կոնքազրային հոդի շրջանը։ Նարեն այս ժառերից որընկներ առաջին այս ցցված ոսկորը քարերին կպնում է, ստե ճղում է։ Հիմա ստեղ վերք է, թաշկինակը դրել ենք, պետք է ամրացնենք։ Նույն մեխանիզմն է, դրեցինք, կապեցինք գորգային շրջանում, երկու ծայրերը պտտվելով ազդրի շուրջ, ինքը կապվում է դրսային, որ էշտ քանդեք։ Խնդրեմ 5-6 վայրկյանում պտտվի նայեն, ընտիր վիրակապ, կոնքազրային ամբողջ հոդի շրջանը և նորից տեղափոխում է։ Այս մատերիսում չկա, մի քիչ դժվար է, ցույց տալը։ Պարանը չէ, պարանը մեզ օգնում է նաև կրծքավանդակի վնասվածքի։ Վնասվել է կրծքավանդակը, շոր-մոր դրել ենք, պիտի ֆիքսենք։ Կասինկայի ծայրը գագաթը դնում ենք ուսին, ձեռք չենք տալիս։ Երկու ծայրերը կապում ենք մեջքի շրջանում։ Օգնության եկած պարանը, պրովոդը և այլն կապում ենք գագաթի։ Բերում ենք ուսի վրայից, կապում ընդհանուր կապին, պտտվի իրանք տեսնենք, երկուսը կար, երորդը միանում է, տրի վադնով, միացավ, պտտվի, ունենում ենք ընտիր կրծքավանդակի վիրակապ։ Նույնը կարող է լինի մեջքի շրջանը, եթե վնասված է, շատ քիչ ընդգրկում։ Հա, կամ ներքևներ, վերև ներքևներ կնի։ Եթե ձեռքի ափն է, կամ ոտքի թատնա, վնասված, թաշկինակ պատատել եք։ Գագաթը եռանկյունաձև վիրակապի, դնում ենք մեջտեղում, ուրեմն գագաթը առջև, ձեռքը դնում ենք մեջտեղում, գագաթը ծալվեց, երկու ծայրերը պտտվելով, ունենում ենք ընտիր վիրակապ, նույնը ոտքի թաթը և տեղափոխում։ Հիմա մի ոտքը դնում էստեղ, ծունկը, հիմա տեսեք, ծունկը վնասված, թաշկինակները դրված են։ Կենտրոնական մասը դնում ենք ծնկին, գագաթը ազդրին, երկու ծայրերը պտտվելով սրունքի շուրջ կապվում է ազդրի վրա։ Սա բերեցինք, մի հատ էլ կապեցինք, խնդրեմ ունենում ենք ծնկի ընտիր վիրակապ։ Ստեղ ոչ պետք է կրյայի, ոչ մյուսը։ Ուրեմն սա ոչ միայն վիրակապելու համար է, այլ նաև անշարժացնելու։ Պատկերացրեք, հիմա ընկել անարեն մի ձեռքով բռնի։ Այս արմունկը վնասել է, բռնել է, ղժում է, ճվում է։ Դուք էլ հանեցիք կասինկան, որ անշարժացնեք, տեսել եք գրքերը։ Հիմա մոտիկանում ես թող, ինքը չի թողում, ղժում է, բռնի լավ։ Մոտեցման ձևն եմ ցույց տալիս, ձևերից մեկը։ Գագաթը դնում ենք, ուրեմն արմնկային ծալքում։ Երկու կողմից կախված է։ Հիմա ինքը ղժում է, ասում եմ դու բռնել ես ձեռդ, այսպես բռնել ես։ Ես բան չեմ անում, ես ուղղակի
փոխարինում եմ։ Դու ես բռնել, հիմա ես եմ բռնում, ինքը թողեց։ Թողեց, ես եմ բռնել։ Մի կողմի կախվածը բերեցինք վզի շրջան, մյուսը վզի շրջան, երկուսը կապեցինք, զգույշ թողեցինք, ծայրը ոլորվում կամ բուլավ կայադրվում։ Հիմա տանելուց որպեսզի սենց չշարժվի, մի հատ էլ կապում ենք սենց ընդհանուր եւ տեղափոխում։ Այսինքն սա նաեւ կոտրվածների ժամանակ անշարժացնելու համար։ Եթե փոշի է, քարաթափում է, թե փոշի է, ինչա քամի է ուժեղ եւ այլն բուք է, դուք կարաք ձեր շնչուղիները փակել։ Արևի դեպքում արևային հարված որպեսզի չստանաք, հակապում եք։ Եթե պետք է ասենք, ես տեղացիները ձեզ չճանաչեն, էլի փակում։ Այսինքն սա բազմապիսի կիրառություն ունի բոլոր զինվորները, խելացի զինվորները, հրկարարները, ալպինիստները, սպեցնազը, նույնիսկ տերորիստները բոլոր այսինքն սիրուն ծալած իրանց գրպանի մեջ ունեն։ Մի հատ։ Նու ասենք չափսերը մետրը հիշեք, всё, մետր։ Ուրեմն իհարկե երկու հատ ասենք կոմպլեկտում լինում է երկու հատ։ Այսինքն սա նաև որպես բինտ կարակ օգտագործեք, բինտ է, որպես բինտ պատատեցիք։ Եթե պետք է որևէ մեկին խեղդել, կարակ խեղդել։ Տեսնում եք տատիկները ինչքան զինված են մեր։ Ուրեմն սա նաև որպես ժգուտ է կիրառում առնայության դեպքում, ռասկրուտկա, ոլորան։ Տեսեք, հիմա ասենք նարեն ընկավ, քարը ոտը կտրեց, ազդրը կտրեց, ազդրային զարկերակից այսեն զարկերակա, այլունը շիտով խփում է։ 2 րոպեից, 3 րոպեից այս աղջիկը մեռնելու է։ Մինչև դուք ուսապարկից ժգուտ հանեք, մինչև բերեք, չեք հասնի։ Իրան պարկասնում եք, սեղմում եք սեղման կետում, սեղման կետը աճուկային ծալքն է։ Նարեն պարկածը այս աճուկային ծալքում այսեն սեղմեցինք, արյունը դադարեց։ Տղեկից մեկը հանեց կասին կամ ոլորեց, դրեցինք վերքից վերև։ Մի հատ թույլ կապեցինք, փայտի կտոր ինչ գտանք, դնում ենք ու սկսում ենք ոլորել, ոլորանա, ռասկրուտկա, մենք առանձին արյունահոսություն անցնել ենք։ Այսինքն սրանով կարաք նաև արյունահոսություն դադարեցնենք։ Ուրեմն առաջինը հիշեք, ձեր բոլորի ուսապարկերում, մեքենայի ապտեշկայում, տանը ամեն տեղ պիտի գոնե մի հատ լինի, բոլորի մոտ։ Սա մեկ, ուրեմն այսպես ծալած տեղ չի գրավում, պետք է միշտ քո ուսապարկի մեջ լինի։ Հիմա պատկերացրեք նարեն քիթը վնասելը։ Հիմա քիթը վնասելա, մեկը ասում է, բերեք ես մի հատ process մի մետրին կտրենք, մետրին կտրում ես այս քիթը կապես ինչ, որ ինչ անես։ Հիմա որպեսզի փոքր ցծված մասերը կապեք, փոքր ցծված մասեր, կզա, քիթ, ճակատ, արմունկ, օգտագործում են պարսատիկ, ռագատկա։ Ուրեմն ռագատկան, ինչա ռագատկան։ Ուղանկյուն կտոր, կարանք մեկն ու մեկի շալվարից, շորից, պրոստին ինչ գտակ շոր, միած հենց պալասային կտրում, ուղանկյուն։ Վերևը պատռում ենք, ներքևից պատռում ենք, մեջտեղը թողում ենք։ Այսա տեսեք, ռագատկի նմանը դրամարանունը ռագատկա է, պարսատիկ։ Սա երկու կապով պարսատիկ է, վերին կապ, ստորին կապ։ Կանոնը որն է, միշտ վերին կապն է կապվում, հետո ստորին կապը։ Եթե ցծված մասեր են, կապելուց ճյուղերը խաչում են, եթե հարթ մասեր է, ճյուղերը չեն խաչում, կապելուց կերևա, կտեսնեք։ Ինչը որ ես ցույց եմ տալիս, ես իմ մելը հիմա կտամ, ինձ մելը գրում եք, ես ձեր մելի վրա կուղարկեմ 3 նամակով 20 քանի գրքույկ, բոլորը մանրամասը կա, դրա համար այդ գրած դուք կունենաք։ Հիմա տեսեք, քիթը վնասվել է, թաշկինակը դրել են։ Վերին կապը դրեցինք, բերեցինք, կապեցինք ծոծրակի վզի շրջանում, ստորին կապը գալիս կապում է գագաթին, ունենում ենք ընտիր վիրակապ քթի և տեղափոխում։ Եթե կզակն է, ստորին ծնոտ է, չան է, վնասվել է, թաշկինակը դրված է, տեսեք գաղտնիքը ստեղ որն է, ուրեմն դրեցինք, վերին կապը պտտվեց ծոծրակին, բայց կապվում է ճակատին։ Ատեց։ Ստորին կապը գալիս է գագաթին, ունենում ենք ընտիր վիրակապ, պլեյբոյ,
Ուրեմն, եթե կասկածում եք, որ կարող է կոտրած լինի ծնոտը, բերանի ատամների արանքը որևէ փայտի կտոր, գրիչի կտոր եք դնում, արդեն նոր ֆիքսում եք, որ տեղաշարժ չլինի տեղափոխելուց։ Սա ծոծրակ բանը, կզակն է։ Եթե ճակատն է, քարով ակելա ճակատին, վնասելա թաշկինակը դրել է։ Ճակատի դեպքում տեսեք, դրեցինք, վերին կապը իջավ ներքև, ստորինը հետև, եւ ունեն մենք ընտիր ճակատի մասի վիրակապ, գլխի դիմացի մասի։ Նույն մեխանիզմը լինում է գագաթին, իսկ ծոծրակը, քանի որ գոգավոր է, տեսեք, ծոծրակը եկավ, կապվեց ճակատին, մյուսը կապվում է պարանոցին, ոչ շատ ձիգ, որ չխեղդեք, ունենում ենք ընտիր այ շրջանի ընտիր վիրակապ, ծոծրակը։ Եթե հիմա բժշկին տալիս ենք, ասում ենք ճակատը վիրակապի բինտով ինքը ինչ անում, մի մետր կտրում է, տալիս, նարեին ասում է պահիր, պահում է ձիգ, ինքը սկսում է բինտով չեպչիկը գործել, նկարները շատ եք տեսել։ Դա ժամանակատար է, պրոֆեսիոնալիզմը պահանջում, պլյուս դրան կարող է նարեն ուշաթափված լինի, դուք էլ մենակ եք, այդ պահողը չկա։ Իսկ սրանով 5 վայրկյանում դու վիրակապում ես։ Հիմա աչքը, անտառում գիտեք, ամենամեծ վտանգը այդ ճյուղերն են, ոնց դու գնում ես, այդ ճյուղերից մեկը կարող է խփի աչքը։ Եթե նարեն մենակ է խփեց, անում է շորից կամ պատրաստի կամ կտրում է, ասենք աչքը վնասվել է, կապեց վերևինը, մյուսը թեք եւ գալիս հասնում է խմբին։ Եթե խմբում մարդ կա, ձեր ընկերը աչքը վնասել է, հիշեք, առողջ աչքը միշտ պիտի փակեք։ Նոր տեղափոխեք այտենց բժշկի։ Ինչի համար։ Աչքերը կոորդինացված շարժում են անում, են ավտոյի չոքի պես են։ Այս աչքը վնասվել է նարեի, փակել ենք, այն առողջով նայում է գնալուց։ Որ կողմ նայեց այն վիրավոր աչքը, այդ վերքերով սկսում է ցավերը ուժեղանում են։ Դրա համար միշտ փակում եք։ Միշտ տեսեք, աչքից թանկարժեք երևի օրգան, ես գտնում եմ չկա ինչ առումով։ Միակ օրգանն է զույգ օրգաններից, որ իրար սիրում են, սիմպաթիա, ոչ մի օրգանի մոտ չկա։ Մի երիկամ հեռացնում ես, մյուսը ֆունկցիան վերցնում է, թոք հեռացնում եք, ֆունկցիան վերցնում է, պրոբլեմ չունեք։ Մի աչքը հեռացնում եք, այս մյուս աչքը տխրում, հիվանդանում, կարոտում եւ այլ գնում է դեպի վատը։ Այսինքն պահպանում եք ձեր աչքը։ Օրինակ իջնելուց ես մեր դժվարություններով է, ինչը գալիս, պայթելուց հետո այս աչքը տրանսպլանտացիա եւ այլ տեսողությունը իջացա։ Այսինքն եթե իջացա, հələ իմի պարկ ասը տեսնում եք։ Առաջ որ մինչև իրատվել ես չէի տեսնում։ Պատկերացեք դա սարսափելի է, գետի վրա քարից քար թռնում գնում է ջուրը։ Մի աչքով դուք տարածական հարթ եք տեսնում, դուք տարածական չեք տեսնում։ Ժառերը տայում ես բալկոնչիկ կա, մագացում ես, տեսնում ես բալկոնչիկ չկա, խաբել ա քեզ։ Դրա համար հիշեք արշավներին ամենտեղ աչքերը, թեկուզ սովորական ակնոց դնեք անտառի մեջ իջնելուց։ Ականջը, հիմա ականջը վնասվել է, կռվել եք, կծել եք, փոքել եք, ինչ եք արել, թաշկինակը դրել ենք, հիմա պետք է ֆիքսենք։ Եռանկյունը այս բանը, պարսատիկի մի կողմի երկու ճյուղը ուրեմն կապում ենք։ Մյուս կողմի երկու ճյուղը կապում ենք։ Կարծես մի sense տոպրականման մի բան է ստացվում։ Վիրավոր ականջը թաշկինակով տեղավորեցինք վերևինը ճակատին, ներքևինը պարանոցին եւ ականջը մեջը տեղավորած կանգ։ Սա ականջի վիրակապը։ Եթե արմունկն է, անկավ քարերին արմունկը վնասեց։ Ճղել ասենք արմունկը թաշկինակ բան դրել ենք, հիմա պետք է ֆիքսենք։ Որպեսզի բինտով այդ կրիայի վիրակապ հակամետ եւ այլ չանեք, 5 վայրկյան ընդամենը դրեցինք։ Վերին կապը պտտվելով վազքի շուրջ, ինքը կապվում է նախավազքին։ Ստորին կապը պտտվելով նախավազքի վրա կապվեց վազքին։ Խնդրեմ 5-6 վայրկյանում ընտիր վիրակապ եւ տեղադրում։ Եթե վնասել է արմնկային ծալքը, հիմա ստեղ է, խելքին բրդեց, մի բան ճղեց, մի բան եղավ, հանեց բրդեց երակները, հիմա արմնկային ծալքն է, թաշկինակը դրել ենք, պետք է ֆիքսենք։ Քանի որ գոգավոր է, ճյուղերը չեն խաչվում, վերևինը վերևում, ներքևինը ներքևում։ Վայրկյանապես, տեսեք, ընտիր վիրակապ։ Ծունկը նորից ոտքը դնում ես, նույն մեխանիզմը տեսեք ծունկն է, դրեցինք, վերինը պտտվեց ազդրին, կապվեց սրունքին։
Ստորինը պտտվեց սրունքին, կապվեց ազդրին։ Մի քանի վայրկյանում ընտիր վիրակապեցիք եւ տեղափոխեցիք։ Իսկ այդ ավելի նախընտրելի թե երանգյունով է։ Երկուսն էլ, այդ պահին երանգյուն ունես, երանգյունով ես անում, սա ունես, սա ես անում։ Եթե երկուսն էլ կա, երանգյունն է, երկուսն էլ համարյա համախոհ ունես նարդ իմացի։ Իհարկե։ Լեն բինտից կարելի, առաջվային հին ալպինիստական բաներում բանը միշտ լայն բինտից էր, ուղղակի լայն բինտից գրքերում կա քիթը, գզակը մեկ է ճակատը։ Այսինքն ականջը, աչքը, արմունկը բանը դա չկա այդ գրքերում։ Հիմա տեսեք։ Այ Արայքի ասածը հիմա ձեռքի տակ է, ինչ ուզես կարաս անես։ Հիմա նարեն կրծքավանդակը վնասել է։ Կարանք մենք երանգյունաձև չկտրենք, լայն պարսատիկ կտրենք։ Լայն պարսատիկ։ Սեղանից փրոցից, մեկի ինչ-որ պլաշից, ֆուրտկայից, մի բանից կտրում ենք այսպես մի հատ լայն պալասա։ Մեր վերևից պատրում, ներքևից պատրում ունենում ենք լայն ռագատկա, որպեսզի մեծ տարածություն փակենք։ Հիմա նայեք, քանի որ երկու կեսից է, ինքը շատ ընդգրկուն է։ Վերին ճյուղը կապեցի, հարթաճյուղերը չեն խաչվի, ստորին ճյուղը կապեցի։ Ունեցանք ընտիր քիփ ընդգրկուն վիրակապ եւ տեղափոխում։ Բինտով 12 անգամ չեք պտտում։ Այս լայն պարսատիկով կարող եք զստոսկրի կատարը, կոնկազրային հոդի շրջաններ կապել, ոնց որ պարանով ու երանգյունիով արեցինք։ Տեսեք, դրեցինք վերին կապը գոտկային շրջանում, ստորին կապը ազդրի շուրջ պտտվեց, դրսային կապը կապվեց։ Եթե չի հերիքում պաչինկա ցանկացած բանից կարա կապեք, պտտվի իրանքնային, ունենում ենք ընտիր վիրակապ այս շրջանի քիփ, չի թուլանում, վարիանտ չունի։ Ուրեմն մարդիկ մտածել են, եթե երկու կապով կարելի է, ինչու չի կարելի 3 կապով, եւ ստեղծել են 3 կապով պարսատիկ։ Վաղը դուք կարող եք տանը նստեք, հնարեք 4 կապով, 5, 6, 7 ինչ են արել, նույն ուղղանկյուն կտորը վերևը մասը երկու մաս են բաժանել, ուղղակի երկու կտրվածք, ներքևը երկու կտրվածք։ Սա 3 կապով պարսատիկն է, ռագատկա։ Վերին կապ, միջին կապ, ստորին կապ։ Սրա կանոնը նախ մեջտեղի կապն է կապվում, հետո նոր մյուս հերթականությունը կարևոր չի։ Տեսեք, կրծքավանդակ են կապում, մեջտեղի կապը կապեցին, ներքևի կապը կապեցին։ Այս երրորդի իմաստը ստրախովկեն է, ուսի վրայից ենք բերում, որ իրան քաշտալով տանենք, ձորը հիմա հանենք, իմանանք չի թուլանա, չի ընկնի։ Հողին, ճյուղերին կպավ չի թուլանա, այսինքն երրորդը ստրախովկեն է։ Նույն կրծքավանդակ է։ 3 կապով պարսատիկով հոյակապ թևատակա բացվում։ Ասենք ծառի ճյուղերից ընկավ, թևի տակը վնասվել է, թաշկինակը դրել ենք, հիմա պետք է կապենք, որպեսզի շորմոր չպատատենք։ 3 կապով պարսատիկը, տեսեք, դրեցինք թևատակին, մեջտեղի ճյուղը գաղտնիքը սա է, պտտվում է ուսի վրա եւ կապվում մյուս թևատակին։ Այս ձերով բան։ Վերին ճյուղը կապվում է բազկի վրա։ Կապեցի։ Ստորին ճյուղը կապվում է կրծքավանդակով։ Մենք ունենում ենք թևատակի, անութային փոսի, ընտիր վիրակապ, ոչ մի բինտով հնարավոր չի սենց քիփ ընդգրկում ու կայուն կապ դնել ու տեղափոխել ու ուզում եք։ Սա էլ 3 կապով ուրեմն պարսատիկ։ Ուրեմն այս պարսատիկները երանգյունաձևը բոլորը 18-19-րդ դարի են նշանավոր բոլոր վիրաբույժներ, վնասվածաբաններն են պատերազմի ժամանակ են կիրառում ամենտեղ։ Այսինքն սրանք բոլորը հին փորձված ընտիր մեթոդներ են։ Եվ պատերազմի ժամանակ, եւ արշավի ժամանակ միշտ ձեզ պրոբլեմ չի լինում։ Այսինքն այն ամենաչիմացողն էլ որ մի հատ ունեցավ երիկա։ Ես որ նյութը ձեզ ուղարկեմ, այնտեղ էս ուսումնական չափերը կա։ Դուք այդ չափերով 7-7 սանտիմետր, ինչքան 1.5 մետր եւ այլն։ Տանը կտրում եք, եզրերը կարում եք, չի խանգարի ձեր ուսապարկում մի հատ էսպեկտից ունենաք, որ սենց բանի ժամանակ չէ։ Իսկ եթե արդեն դեպք եղավ դուք չունեք շորերից, գլխաշոր տեսեք կանյատում եք։ Լիքը էլ գլխաշոր։ Երբեմն կարիք էլ չի լինում, որ ասենք, եթե ինչ որ շորեր կա երկարաթև,
կարող եք դրանցով վիրակապել, անշարժացնել։ Ես մի օրինակ ցույց տամ, թևավորում մոտ մի հատ թևավոր շոկ կա։ Հիմա տեսեք, այս մի ձեռքը տուր, այս միսով բռնի, արմունկա, ձախ արմունկը վնասել է նարեն, ղժում ճվում է։ Մեր ընկերն էլ տալիս է իր սվիտարաս, մարրեք, կտրեք, եռանկյունաձև սարքեք։ Եթե ունեք երկարաթև մայկա սվիտեր եւ այլն, պետք չի կտրել, բրդել։ Հենց սրանով կարող եք անշարժացնել։ Տեսեք, մի թև անցկացրեցինք, բերեցինք բզի մոտ, գցեցինք մեջքին, մենք ծալում ենք, ինքը ձեր կարտեն թողնում է, այս մյուս թևը էլի բերեցինք, երկու թևը կապեցինք, սա էլ շատ սիրում մի հատ ներս կծալենք, խնդրեմ, անշարժացրեցինք, մի հատ էլ կապեցինք ու տարանք, այսինքն պետք չի երբեմն անել բրդել եւ այլն։ Վերջերս ինձ հանդիպեց շատ հետաքրքիր, ուրեմն շատ հետաքրքիր բան հանդիպեց, ասենք ձեռքի ափը վնասվել է, մեր հայկական խասյաթը գիտեք, հենց վնասվում է, սաղ ձեռը սենց բինտով կապում է, դուք ժառ եք հիշնում, քո մատերը պետք է քեզ, ափը իհարկե վիրակապում ես, բայց մատերը պետք է, նարեն հանում է իր թաշկինակով, ինքը իր թաշկինակով կարա ձեռքը վիրակապի, տեսեք, ես կլոր եմ արել, դուք պատկացիք ուղղակի դանակով կտրած, 5 հատ անցկաց կտրում, ճղում, մատերը հագցրեց, խնդրեմ, հագցրեց, թե եզրերն էլա կտրում, հատուկ ձև կա, այսինքն ինքը իր թաշկինակով նույնիսկ կարա ամբողջը վիրակապի, բայց մատերը փորձիկ իր օգտագործել, էլի սա այդ հին բժիշկներից էր, այսինքն դուք միշտ հիշեք, գնացիք միտեղ, մի բան պատահեց, վիրակապ, բինտ չկա, մտածում եք ինչից ինչ, եթե մի անգամ ծանոթ արդեն արագ դուք փորձելու եք պատրաստել, դրա համար այս սա ուղղակի որպես օրինակ, մյուսների կոմպլեկտից դուք ձեր մոտ ունենում եք, արխային վիրակապում եք։ Եթե բոլորի մոտ լինի պարսատիկ, ցանկացած կոտրվածքի ժամանակ, սաղ իրանց այդ ռագատկեքը տալիս եք, դուք սկսում եք անշարժացնել։ Մի օրինակ ես ցույց տամ, ասենք հիմա բոլորդ ունեք, մի անգամից երկու հոգին հանում իրանց ռագատկեքը տալիս են։ Նարեն ասենք վնասել է կամ ծունկը կամ արմունկը։ Միշտ հիշեք, ասեմ որ, ուրեմն արմունկը եւ ծունկը ինչ վիճակում վնասվել է, նույն վիճակում պետք է անշարժացնել։ Այսինքն, եթե նարեն եկել է վաղ, սենց ասում, թևս, ուղիղ մի հատ ծառի ճյուղ են կտրում, դնում ենք ու անշարժացնում։ Իրավունք չունեք, այնտեղ մեկ ասում է, չէ, կասինքով պետք է անենք, իրավունք չունեք սենց ծալել։ Եթե սա $200 անց վիրահատություն է, դուք դարձրիք 2000։ Փողը դուք եք տալու։ Ինքը դատի է տալիս, փողը դուք եք տալիս։ Նույնը ծունկը, եթե ես ուղիղ է վաղ ծունկս, ուղիղ եք անշարժացնում։ Այս ես բռնել է վաղ ծունկս, ուրեմն այս ձևել անշարժացնում եք։ Այս նկարը շատերի ծանոթ է ասենց։ Բոլոր գրքերում կա ինչպես անշարժացնել արմունկը։ Երկու կապատը։ Նույնը ծունկը, մի քիչ հետ ես նստում, դա ո՞տ նստի։ Ուրեմն այս ոտը ծալում ես, ծալի։ Հիմա գնացել եք Արագած, հարավային գագաթին, նարեն սենց ծունկը բռնած ղժում է։ Տղեկից մեկն էլ մի հատ սենց պետիկը տոր մի բան ձեր սովորական պալկեքից երկու հատ պալկա տալիս ենք, դնում ենք, տեսերից մենակ պալկեքից։ Երկու հատ էլ ձեր պալկեքը դրեցիք, երկու հատ էլ տվեցիք ռագատկա, հիմա գրքի, ով հատ եք ուղասնում։ Ուրեմն, տեսեք, դրեցինք, այսի գրքում կա, հիշում եք, բոլորը տես նկարները գրքում տեսել են։ Հանգույցը դրվում է շինայի վրա, բեկակալ են միասում, շինան ավելի քիչ կա։ Հարավային գագաթում դրեցինք, նարեին կապեցինք, ուրախացած իջեցնում ենք Քարելիչ։ Հասնում ենք Քարելիչ, տեսնում ենք ոտը այս վիճակին է։ Այսինքն այս դրածը սաղ բլեֆ էր։ Գրքում ծալի նորից, գրքում ես որ նկարածա, սա միանգամից չաշխատող տարբերակ է։ Հիմա այս ուստամ մի հետաքրքիր ձև։ Ընդամենը տեսեք ինչ եք անում։ Ծայրից հագցրեցինք, հավասարեցրեցինք, բերում ենք դեպի մարմինը, վերին կապը ծնկափոսից վերևից է դուրս գալիս, ներքևինը ներքևից, այն նոր սա կապում եք բեկակալի վրա։ Նույնը, բերեցինք ծայրից, հավասարեցրեցինք, բերեցինք մարմինը, վերևինը վերևից, ներքևինը ներքևից և կապեցինք էլի բեկակալի։ Այս սա արդեն շատ պինդ է,
ինքը ինչքան ուզենա փետը կկոտրի, բայց չի կարա բացի եւ տեղափոխի։ Այսինքն գնում եք արշավ, դուք պետք է շատ բաներ իմանաք, որ այնքան որ ինչ մի բան պատահեց, միասին խելքի տալով փորձեք անել։ Ուրեմն, մի գաղտնիք էլ ասեմ, ու գաղտնիք չէ, մեծ մասներ շատ ծանոթ եք, երբ որ բինտով վիրակապում եք, կամ այս կասինկայով բանով վիրակապում եք, ամեն ինչ դրեցիք, կապեցիք, սովորաբար բռնում արագ քարկապ են անում, մտածելով քարկապա պինտ կլինի։ Քարկապը ամենականդվող կապն է, տեսեք, սովորական քարկապն է, սովորական քարկապը։ Ինքը թուլանալու հատկություն ունի, քարկապը միշտ քանդվելի է։ Այսինքն ռագատկան սարքեցիք, այս աղջկան կապեցիք, հանում եք, վերև մեկ էլ կապը քանդվեց։ Դրա համար գոնե են ամենապարզ զովային հանգույց, ստրեշներն ալթաձեր տարբեր անուններ ունեն ամենապարզը։ Նույն քարկապն է, որպեսզի դուք չշփոթեք, նույն քարկապն է։ Երկրորդը անելուց մեկ էլ հիշում եք ու անում եք թարս, որ այս սիրուն ես պատկերը ստացվում, շատ հեշտ է։ Դրեցիք, ձգեցիք, էլ չի քանդվի։ Եթե ուզում եք քանդեք, մի ծայրը համապատասխան օղակը բռնեցիք, ձգում եք, ինքը մի քիչ բացում է, այստեղ կանգնում։ Սա ձեր մոտ պիտի լինի ավտոմատիզմ, այսինքն արեցիք, հիշում ես ու անում ես թարս։ Կարող է ուրիշ ձև էլ կա, հենց սկզբից դու թարս ես բռնում ձեռքերդ ու քո քարկապն ես անում, էլի նույնն է։ Սա ձեր գոթասը կոչկում եք, պիտի սենց կոչկեք, հետո էլ դնեք նասկիների մեջ, բացիկան կոչկում եք, արեցիք, դրեցիք նասկու մեջ։ Թեք այսօր իջնելուց մեկն ու մեկի թել արձակվեր, մյուս ոտը դներ վրեն, սրը վեր տալու, վերջ, կարա ճակատագրական լինի։ Նույնը ասենք փոքր բալիկներ, հիմա ձեր փուչուր բալիկին վերցնում եք, նստում եք տրոլեյբուս իջնում եք, կոշիկի թայ չկա։ Ինչի չկա, որտեղ մաման այդ պետք է անել, արդեն մաման այն բանցիկը որ աներ, ծովային էս դեպքում պրոբլեմ չէ։ Պապան է անում։ Լավ անում։ Մաման է մեղավոր, որ պապային լավ չի սովորացել, պատժել է պետք էս պապային։ Ուրեմն սա մի թեման էր վիրակապումը ձեռքի տակ եղած միջոցներով, երբ որ սովորեցիք պրոբլեմ չունեք, ուր գնացիք, գիտեք որ վիրակապում է։ Ռագատկեքը ունեք, արդեն մենք կոտրվածներ անցնելուց կհիշենք, 6-7 հատ կոտր տվեցինք, ես աղջկա ոտքնա, ծառի ճյուղերով անշարժացրեցինք, բոլոր այդ ռագատկեքով կապում։ Հենց որ մյուս հանդիպմանը ցանկալի է բոլորը դա ունենալ։ Կտորից կտրում եք, կարա կամուֆլյաժ կտոր գտնեք, կարակ տանը հին շորերից կտրեք, կարակ խանութից կանաչ առնեք, նայեք ձեր որը դուրը գալիս է, յարկի գույն կարակ վերցնեք։ Ուրեմն մի քիչ կանաց մարդու։ ծածկեք չմրցի փոխա։ Բայց ամենաշատը իրան է պետք լսել, էլի։ Ինքը հիմա էլ է լսում, ենթագիտակցորեն լսում։ Ինչը։ Էս ինչ որ տարօրինակ է։ Կարո՞ղ է։ Իսլամ ալու։ Ագրցում են։ Ուրեմն մյուս թեման վերևում կա, երևի հարթեղ լինի տեղափոխումը շտապ դուրս վերում է ես ինձ կտամ։ Մյուս թեման, որ այսօր անպայման ասնենք, որ անկարգ աստվածչան մի բան պատահի, դա օտար մարմինը շնչուղիներում։ Երբ որ Հիմա նստած ուտում ենք, խնդում ենք, խոսում ենք, ինչ որ մեկի հացի կտորը գնաց ու փակեց շնչակով։ Այդ պահին արդեն պետք է մտածեք, որ սա ամեն տարի շատ մարդիկ են զոհվում ինձ։ Չէ, որով ոտքվում է։ Օտար մարմնից են զոհվում, որ երեխեք են շատ զոհվում։ Տեսեք, շնչափողը ունի այս տեսքը։ Շնչափողը այսին կրճիկներից sense տեսքը։ Եթե շնչափողը լրիվ փակվեց, կոչվում է լրիվ խցանում։ Այդ մարդը չի կարող հազասես խսխզում է։ Պատկերացրեք, հաց ենք ուտում, նարեն ինչ-որ բան է ուտում, խնդում եք, խոսում եք, զարմանում եք, միասին զարմանում է, գնաց։ Ադիբուդին ամենավտանգավորն է, երեխեքին ես ընդհանրապես ձգտում ենք չտալ, որտեղ ինքը թեթև է։ Երեխեն հենց ներշնչում արեց, կարա գնա ու փակի։ Հիմա փակեց, նարեն սենց բռնելու է, խզխզած, կարմրում է, երակները ուրճում ու սկսում է կապտել, այս հենց կապույտ գույն է ստանում։ Հասկանում եք, որ ինքը խեղդվում է։ Ինչ չի կարելի անել այդ պահին։ Տղեկից մեկը գալիս է, սկսում է տատիկի ասած մեջը տրորել, անիմաստ։ Հա, անիմաստ բան։
Անդեղից մեկը Տիգրանը գալի ասում է իմ մատերը բարակա թողեք հանեմ։ Մտցնում ավելի խորն է, մտցնում որ вообще դուրս չգա։ Անդեղից էլ մի 4-5 հոգի մեր կարոյի պես գալի ասում է բռնեք ոտերից թափ տանք։ 6 հոգի բռնում են այս աղջկան, ես լրիվ տեսել եմ դա։ Ոտքերից թափ են տալիս, անիմաստ։ Թափ են տալիս նորացին 0-ից 1 տարեկան երեխային։ Եթե կաթիկը գնում է թոքերը, ազում է մաման էլ խոճապ մեջ կարա ոտերից բռնի մի հատ մեջքին խփի, կաթիկը դուրս գա, բայց սեղ հացիկը տորա։ Ինչ անել այդ ժամանակ։ Ուրեմն տեսեք, ասենք ցանկացած շիշ, եթե հաշվենք դատարկա, չէ՞։ Շիշը եթե պրոբկեն դնենք վրեն, մի հատ սեղմենք, թռնում է դուրս։ Եթե չձգենք, ուղղակի դնենք։ Այսինքն մենք ինչ պիտի անենք, անգամ ես նայ։ Հիմա նարեն խեղդվում է, եթե մենք իր կրծքավանդակը սեղմենք, թոքերում կամ մնացորդային օդ։ Մարդը որ շնչում, արտաշնչում է, միշտ թոքերում օդ համնում եւ բրոնխներում։ Այսինքն, տեսեք, որտեղ է լինում փակելը, զասարենին որտեղ է։ Ուրեմն, սա վահանաճառն է, Շիտավիդին խրյաշվոր ասում են, վահանաճառ, վահանի նման է, կրճիկ է։ Սա մատանիաձև աճառ։ Ուրեմն վահանաճառ, մատանիաձև աճառ։ Վահանաճառի մակարդակում գտնվում է նարեի ձայնային ճեղքը, մեր բոլորի ձայնային ճեղքը, որ խոսում եք այդտեղ է թրթռում։ Այսինքն, ինչ ընկավ իր կոկորդը, շնչակողը, խցանելու է վահանաճառի մակարդակ, ներքևը չէ։ Այսինքն, խցանում է ձայնային ճեղքը, զասարենից տեղ է։ Հիմա զասարենից տեղ է, եթե ես իր կրծքավանդակը սեղմեմ, օդը սեղմելու է, այդ հացի կտորը գալու է բերանի խոռոչ, ճկուտով զգուշանում եք, ինքը արդեն սկսում է շնչել։ Այսինքն մեր նպատակն է, ոնց որ շամպայնի պրոբկեն է թռնում, սեղմել կրծքավանդակը, որ թռնի։ Ոնց ենք սեղմում, դա կոչվում է Հեմլիքի մեթոդ կամ Հեմլիչ են ասում։ Ամերիկացի վիրաբույժ Հենրի Հեմլիչը անունով է։ Ուրեմն տեսեք, խեղդվող մարդու հետևում կանգնում եք, ձեռքերը թևատակերով, հիշեք, վրայից չէ, թևատակով մսրեցինք, բռունցք ենք անում, մատի ուղղությամբ բռունցքը դնում ենք, որտեղ ենք դնում։ Սա կրծոսկրն է, կորտը, կրծոսկրի ծայրի եւ կորտի մեջ տեղում։ Այս արևային բան։ Հա, հիմա տեսեք, կրծոսկրի ծայրը սենց ման չեք գալիս, կողերով բարձրանում եք, կողերով բարձրացած որտեղ հատվեց էդի կրծոսկրի ծայրն է։ Կորտն էլ կա դրեցիք մեջտեղը։ Քիչ դեպի վերև, թեքությամբ։ Մյուս ձեռքով բռնում եք, հենած արդեն ուժեղ սկսում եք հրում եք մինչև դուրս գա։ Հիշեք, ով որ խեղդվում է մի անգամից, մտցրեցիք, սկսում ենք հրել։ Նարեն քարի վրա նստած է, խեղդում դա նստի։ Եթե նստած խեղդում է, դուք էլ քարը չկանգնացնեք, այսինքն հենց նստած հետևից դուք հենց նստած վիճակում եք սկսում սեղմել։ Այնքան եք սեղմում, որ գալիս դուրս է գալիս օտար մարմինը։ Ուրեմն դա Հեմլիչի մեթոդն է։ Հիմա պատկերացրեք։ Նարեն սեղմեցինք, դուրս չի գալիս։ Նարես կապտած, մի րոպե, 2 րոպեից էլ գիտակցությունը կորցնում, շրպում մգնում է այս գետին։ Հիմա ունենք անգիտակից նարեն եւ խեղդվում է։ Ինչ եք անում։ Հեմլիքի մեթոդը անում եք անգիտակից տուժածին, պարկածին։ Նստում ենք իր ազդրերի վրա, ձեռքը այս դիրքով, այս ձև նստել ենք այս դիրքով, կրծոսկրի տակից էլի դիաֆրագման իրա սեղմում ենք։ Այսինքն, հա, մեջքով պարկած, անուշկը կորցրել արդեն ընկել անգիտակից։ Նստում ենք, էլի Հեմլիչը շարունակում ենք սեղմել, ոտքերով պահում ենք, որ մարմին առաջ չգնա ու թափով սեղմում ենք։ Եվ էլի մեծ մասամբ օտար մարմինը դուրս է գալիս։ Հիմա մի երկու բացառություն ասենք ուղղակի։ Եթե նարեն մենակ է, հիմա փախավ են թփերի մեջ արագ այդ պայն խեղդում է, զգաց որ խեղդվում է, արագ դնում ու ինքը ուժեղ հարվածներ է տալիս, եթե դա էլ չեղավ, թռնում ամբողջ ուժով խփում է որևէ սուր եզր չունենա։ Ու փափուկ որևէ բան, ծառի գերան եղավ, մի բան եղավ, որտեվ գիտի վերջ չետա, կարող ասեն սունկեն, հենց գցի թափով թռնում ու դոշերով խփում է մի անգամից բերանից թռնելու դուրս։ Եթե չարեց գիտակցությունը կորցնում է, մենակ հենց թփերի մեջ էլ կարող է։ Ֆիլմ կար, տեսել եք Միսիս Դաուֆայր, այն որ գնում է իր երեխեքին դայակություն անելու։ Այնտեղ ռեստորանում որ մեկ ընկած ալ, ինքը թռնում ասեց մարմնով խփում է, մի անգամից թռնում է դուրս։ 0-ից 1 տարեկան երեխաներին հենց ձեռքի ափի վրա են դա անում։ Տեսեք, եթե 0-ից 1 տարեկան երեխա է, դնում եք երեխային ձեր նախաբազկին, փորի վրա, ուրեմն
դե ծանր է, կարաք նստեք, դնեք ձեր ոտքին։ Գլուխը դեպի ներս։ Գլուխը ուրեմն հետ։ Դու որ sense բռնել ես, ծնոտից ես բռնում երեխու գլուխը հետ, որ շնչուղիները բացվի։ 5 անգամ հարվածում եք միջթիակային շրջանին։ Ուժը։ Ուրեմն տեսեք, ափով չեք հարվածում, կխփեք ողնաշարը կկոտրեք։ Մատերով թիակների միջև ու sense ցույց չեք խփում։ Տեսեք, 1, 2, 3, 4, 5։ 5 անգամ խփելով 90% դեպքերում երեխայից դուրս է գալու։ Եթե դուրս չեկավ, շրջում ենք երեխային, շրջած էլի բարկացրած դեպի ներքև, գլուխը այս դեպքում ծոծրակից բռնում հետ ենք բերում, 5 անգամ պետք է սեղմենք կրծքավանդակը, որտեղ եք սեղմում։ Պտուկները միացնող երևակայական գծի մեջ տեղում դնում եք մատանի մատը, 2 մատը կողքին, մատանի մատը քաշում եք, այսինքն մի մատ ներքև աստացում։ Ուրեմն ուղղահայաց թմբիկներով, անկախ ինչքան եղունգ ունենաք պրոբլեմ չի։ Թմբիկներով սեղմում եք առանց մատերը մարմնից կտրելու։ 1, 2, 3, 4, 5։ 5 անգամ սեղմում եք, դուրս եկավ, դուրս չեկավ, 5 հարված, 5 սեղմում, 5 հարված, 5 սեղմում։ Երեխայի։ Հիմա էլ ինչ կարող ա լինել։ Հա? Չէ։ Երբ որ մի կոճակ, մոճակ, կոպեկ, օտար մարմին է, կատու չէ։ Երեխային 0-ից 1 տարեկանը դու չես կարա հեմլիչ անես, դու այդ սեղմում ես։ 1-ից 8 տարեկան երեխային էլ հեմլիչ չեն անում։ Այսինքն շոքում ես, երեխային պարկասնում ծնկիդ փորի վրա։ 45 աստիճան թեքությամբ ուժեղ հարվածներ թիակին։ 1-ից 8 տարեկան։ Թիակներն ուժեղ հարվածում ես, էլի դուրս է գալիս։ Հիմա երկու բացառություն։ Մեկը խեղդվում արշավի ժամանակ, նարես գալիս, գցում է որ բռնի, պարուժում ես մի ասես ցմփոր ձաձա։ Ձեռը չի հասնում։ Եթե չի հասնում, դնում եք կրծոսկրին։ Եթե հղիկին է, դնում եք կրծոսկրին եւ կրծքավանդակն եք սեղմում։ Այդ երկու բացառությունն է։ Հիմա գանք վերջի տարբերակին։ Հիմի արշավա նստել ենք այնտեղ, ուտում էինք, նարեն խեղդում ենք։ Փորձեցինք հեմլիչ դուրս չեկավ։ Ուշաթափեց ընկավ խոտերին, նստեցինք ազդրերին, հեմլիչ արեցինք դուրս չեկավ։ Դուրս չի գալիս, հա։ Այսինքն մի 2 րոպեից կլինի շնչառության կակ, սրտի կանգ, նարեն մեռնելու է, ինչ անել։ Մինչև հանենք հիվանդանոց տանենք մեռնելու է։ Կամ մտածում ենք շարից փորձանքից հեռու, Էմիսն էլ մտածում է դեքուց բանեքիդը կլինի, որ թաղումը կլինի, պետք է գնամ քերուստուն, ուրեմն չեմ գնա, ոչ, ամեն մեկը իր բան պլաններն է մտածում, նարեն մեռնում է։ Ինչ անել։ Վերջի վարիանտը։ Ընկերովի։ Դանակը հանում է, նարեի շնչափողը փոքրիկ կտրված կանոն, որը կոչվում է կոնիկոտոմիա։ Սա տրախեոստոմիա չի, տրախեոստոմիան երբ որ վիրահատություն է դա։ Երբ որ վիրահատում են մարդկանց այսենց բան խուղակ են դրում։ Սա օպերացիա արվում է հիվանդանոցում։ Դաշտում, չոլերում, ձորում միայն կոնիկոտոմիա, շնչափողը հատում։ Ծակեցինք։ Եթե կյանքը պետք է փրկես, պետք է անես, ձեր չկա։ Մի հատ գրիչի դատարկեցին գրիչը կամ սոկի ձողիկ, մի տրուբա 45 աշան խցկեցինք, նարես սկսեց շնչել, գույն եկավ տեղը կամ եթե չի շնչում, ստեղից ներքչում եք անում եւ այս վիճակով փրկած տանում ենք հիվանդանոց, միջև ընդեղ օտար մարմինը կհանես, այլ Ես վահանա ձևից վերև, հա։ Իմ ասեմ որտեղ ենք ծակում։ Սա վահանագեղձն է, ձայնային ճեղքը, բան է վահանագեղձն ասում, վահանաճարն է, ձայնային ճեղքն է։ Եթե այստեղ ծակեմ, իրա ձայնային ճեղքը վնասեմ, այս աղջիկը ամբողջ կյանքում չի խոսալու։ Ուրեմն չի կարելի վահանաճարից ծակել։ Սա մատանիա ձևը բոլորի մոտ շոշափում է։ Ոնց որ մատանին հագցրած լինես շնչափողի վրա։ Նույնիսկ այս լիքը բկով ծյոծյա է, վահանաճարը չի շոշափում, տղաների մոտ արտահայտված։ Լավ կդրտում։ Այդ լավ ծյոծյային, որ շոշափում ես, անմիջապես գտնում ես մատանիա ձևը։ Գտար, ուրեմն դրանց վերև էլ բռնում եք վահանաճարը։ Վահանաճարի վերևը փոս է։ Մատը դրեցիր, երկու կողքից բռնեցիր, ես էլ մատանիա ձևն է։ Կտրվածքը անում եք վահանաճարի, մատանիա ձևի մեջ տեղում։ Չի կարելի անել վահանաճարին ձայնը կկորցնեք, չի կարելի անել մատանիից ներքև։
ինչքան էլ ստե լավ երևում, արա ես ինչ լավ երևում է, չի կարել, ինչի համար։ Ստեղ Վահանա Գեղձն է, որը արյունահոսող է, խելքը իրան չի արյունահոսելու համար։ Եթե ստեղ ծակեք, Վահանա Գեղձը վնասեք, արյունահոսելու է ինքը մեռնելու է։ Այսինքն ծակում եք միայն Վահանաճարի մատանյա ձևի մեջտեղում ուղղահայաց, այս ձևել ծակում եք։ Կտրված կանում եք։ Ծակում ենք, թե սենց կտրում ենք։ Չէ, ծակում եք, ուղղահայաց։ Հորիզոն շատ գրքերում հորիզոնական է, սխալ է։ Ուրեմն դուք ծակում եք, ուրեմն ուղղահայաց։ Ինչի համար ենք ուղղահայաց ծակում, ոչ թե հորիզոնական։ Հիմա կասեմ։ Մարդկանց 90%-ը, 10%-ը մարդկանց, այսքանի մեջ կարող է մի հոգի երկու հոգի ունենա, կենտ զարկերակ, արտերիայի մայն ասում, 10-ից մեկը ունի կենտ մի հատ սենց զարկերակ, որը ձգված վիճակում է և աորտայից է սկսում։ Այսինքն, եթե ես հորիզոնական փորձեմ ծակեմ, նարեն ունենա այդ զարկերակը, ես կտրում եմ։ Հիմա որ կտրում եմ, դա էլ ձգված է, փախնում է մի շնոր, մարունասում ես աղջիկը մեռնում է։ Եթե ինքը ունի և ես ուղղահայաց եմ ծակում, վրից պլստում է միշտ։ Այսինքն, եթե հանդիպեց կենտ զարկերակին, վրից պլստում է, էլի կտրված կանում է։ Սա մեկ։ Հիմա, խորը տեսեք, ոգևորված դանակը սենց չեք։ Կծակեք շնչափող, կերակրափող, վզից դուս Ֆիքսում եք մեկից մեկուկես, 1.3 մաքսիմում սանտիմետր, այսինքն ֆիքսում եք։ Կարող է այդ պայն նույնիսկ իզալենտ կամ լեկոբլաստ պատատեք։ 1.4 ֆիքսեցիք, քանի որ կրճիկը, աճառը, այդ ղրտոցը զգալու եք։ Դրեցինք, ծակում եք, տեսեք, այդ ղրտոցը զգում եք, որ դուք ծակեցիք, արդեն հանեցիք, որևէ գրիչ, որևէ բան, մցրեցիք, ես աղջկան պրտում եք։ Տնից արուն չի գալի։ Չէ, շատ քիչ է, բացարձակ բան չի անում։ Հիմա տեսեք, ինչ նրբություններ կա։ Եթե ձեր դանակի շեղբը լեզվյան ներքև է, ուրեմն սա վահանաճարն է, սա մատանյա ձևն է։ Направляющին ուղղորդը վերցնում եք վահանաճարի ստորին եզրը եւ ծակում եք։ Եթե լեզվյան շեղբը վերև եք պահել, направляющին մատանյա ձևի վերին եզրը ու ծակում եք։ Այսինքն սա այդ փոքրիկ նրբությունները։ Ծակում եք եւ մարդուն փրկում եք։ Հիմա սենց հարց կստուգ։ Հարց են տալիս, ստե գալիս ենք մեր դասի այսօրվա մեխը, առանցքը։ Բոլորը ասում են, բա որ ծակենք մեռնենք։ Ախպեր ջան, նաղդ մեռնում է, բա որ մեռնում ո՞ն է։ Այս աղջիկը մեռնում է։ Ծակենք մեռնեմ, 91-ը 100% մեռնում է, մենք ծակում ենք 99% փրկում ենք։ Բոլորը մտածում են շարից փորձանքից հեռու, բա որ սենց, բա որ նենց, բա որ նենց։ Մեռնելու արսնա։ Այսինքն վախեր են աստե, որ մտածում են, բա որ սենց, բա որ ասեն, ու այս մարդը մեռնում է, ոչ մեկ չի օգնում։ Իսկ իրավական տեսանկյունից։ Հիմա տեսեք, իրավական տեսանկյունից, ծակում ես, փրկում ես։ Մարդուն փառք ու պատիվ։ Ծակում ես, չես փրկում, քեզ բռնում տանում են գաղութում նստեցնում են։ Այսինքն 100% դու գնու այս մարդուն, եթե չես ծակում, ուրեմն դու սպանում ես, բայց դու չես գնում նստում։ Ծակում ես, փրկում ես։ Հիմա ծակեցիր, կարող է ուրիշ բանից մեռնի եւ այլ եւ այլ։ Այսօրվա ինձ դասը, տեսեք մի օրինակ վերցնենք։ Եկեղեցու մոտ էի։ Ենթադրենք հիմա եկեղեցու մոտ մեկ արունլվիկ եղած բանը, նարեն արունլվիկ եղած ընկած է եկեղեցու մոտ։ 12 հոգի մարդ են հավաքված։ Գյուղացիները հավաքվել են։ Առաջինը մտածում է, ախպեր, չգիտեմ ինչ անեմ, մոտենամ ինչ անեմ, նորմալ է։ Երկրորդը մտածում է, ես մի անգամ այսպես լեկցիա եմ լսել, ես շատ գիտեմ ոնց են անում, ինքս չեմ փորձել։ Երրորդը մտածում է, այս աղջիկը արոնլվիկ եղած է, հեպատիտ C, սպիդ, սիֆիլիս, 1000 հիվանդություն կա արյունով փոխանցող, ախպեր ինձ գործ ունեմ, գնամ վարակվեմ։ Չորրորդը մտածում է, գնամ օգնեմ, հետո մահացավ, կասեն դու ես սպանել, դու ես բանը սխալ ես, արի սպանել ես։ Այդ ասած իրավական մոմենտ է։ Էլի չի մոտենում։ Հինգերորդը մտածում է, լավ, մոտենամ օգնեմ, պարզվեց այս աղջիկը մահացած է։ Դե արի ապացուցի, որ ես մոտեցա արդեն մահացած էր, ես չեմ սպանել։ Վեցերորդը մտածում է, հետա տվեի չշիկար եկեղտոտելա տակը, ես զզվող մարդը չեմ մոտենում։ 7-րդը ասում է, ամաչկոտ աղջիկ եմ, այսքան մարդկա չեմ գտնում։ 8-րդը ասում է, փուճուր աղջիկ եմ։ 9, 10, 11, 12-ը բջայն անաս նկարում են։ 12 մարդ, այս մարդու կողքը, այս մարդը մեռնում է։ Սա մեր իրականությունն է։
Սա է։ Հիմա տեսեք, գանք տարբերակի։ Անը ոնց է ձեր։ Զորապ։ Հա, Զորապ։ Հա։ Մի հարց եմ տվել կնեք։ Ենթադրենք դուք ծագեցիք ամենից նորմալ ասի կյանք փրկեցիք, բայց չկա օրենք որ ասում եմ եթե դուք դրա մասնագետ Ես ասեմ, ուրեմն տեսեք։ Հիմա անցած տարի ռադիոկանես մեկում մի հատ տղամարդ խեղդվում է։ Կոպես մի հատ տղամարդ խեղդվում է, սա հավաքված չգիտեն ինչ անեն։ Մի հատ ծոցին կա դուխով գալիս դանակը կողմ ծաղում է, մի հատ պղնձից տրուբան բերում, խցվում։ Այս մարդու կյանքը փրկում։ Ուղիղ 3 ամիս առողջապահության նախարարության դեբիլները նախաքննություն են անցկացնում։ Արդյոք այդ կինը իրավունք ուներ ծագելու։ Արդյոք նա ուսուցում է անցել, եթե անցել է որտեղ է անցել, վկայական ունի թե չունի, այդ վկայական 2 տարին անցել է թե չէ։ Ով է սովորացել։ Արդյոք այդ սովորածները լիցենզիա ունեն։ Արդյոք ցեն ձեր արդյունքի հերն եմ անցել։ Այս սրա երեխեքը ո՞րտ կմնան կամ չէին մնա։ Այսինքն ստեղ Բարսանում եք այս ժառիցերը թքած եք ունենում բոլոր օրենքների վրա, այս աղջիկա կյանքը փրկում եք։ Օրինակ անենք sense, փորձ ենք անում, հենց հիմա էլ կարանք անենք։ Անում ենք վերև, կեչուպ ենք սում, կեչուպ։ Պարկասնում ենք այս աշտարակի տրասի աբոչինայ, մտամ ավտոն խփել է։ 100 մեքենա անցնելու է, ոչ մեկ չի կանգնելու, իրան չի օգնելու։ Երբ որ ասում ես ընկեր ջան, քիչ ես կանգնում, աղբեր կանգնեմ, տանեմ հիվանդանոց, մենթերը գլխի սարքեն, բոլորը վախենում են, որ միլիցիան իր գլխին սարքելու է։ Դե դու ես խփել։ Всё։ Այսինքն մենք գործ ունենք վախերի հետ։ Այս 12-ի մոտ, մյուսների մոտ վախն է։ Եվ վախը իզուր չի։ Իրոք մեր ոստիկանից ամեն սպասելու է։ Հիմա պրոբլեմ չկա։ Հա, ձանագրերն է, ապաշկարա։ Ով այն տեսնել է քիչ ձանագրություն, հա։ Հիմա տեսեք։ Զորաբը ավտոյով գնում է, կանգնում է, այս աղջկան վերցրեց դրեց ավտոն ու տարավ հիվանդանոց։ Հիմա այս աղջկան ասում էր, եթե քեզ ժամ օգնես, փրկում ես, ինքը տարավ հիվանդանոց, փրկեցին։ Հարկ ասո, փրկեցին, կյանք ընտանիքին վերադարձավ, Զորաբի գլխին էլ սարքեցին, ընկեր ջան, դու ես խփեմ, մի քիչ ծեծեցին, ջարդեցին, բրիզնա տեղավ, գնաց փոշի գաղութում մոտիկ էլ աստե, փոշի գաղութում նստեց։ Զորաբը մտնում է գաղութ։ Կգամ տեսակ։ Ստեղից սիֆը գնում է, որ այս տղեն ջիգար տղայա մարդ հապրկե, կյանք հապրկե, մենթերը գլխին սարքել են, ընդեղ իրան փառք ու պատվով ընդունում են, հարգված տղայա լինում, ով շակից էլ փողը իր տանը պահում են, նստում դուրս է գալիս։ Սա առաջի տարբերակն էր։ Երկրորդ տարբերակ, այս ամեն ինչը գիտակցելով, այս տղեն չի կանգնում։ Շում է թվում աղբեր շարից փորձանքից հեռու։ Հիմի կամերաներ կա, 1000 ու մի բան կա, վերջը նախաքննություն են անում, ֆիքսում են, որովհետեւ այս մարդը անցել է ավտոյով։ Կանչում են։ Ընկեր ջան, դու չես խփել, չէ, հավատում ենք դու չես խփել։ Բախի չես կանգնե օգնել։ Քրեական օրենսգրքի 128-րդ հոդված վտանգի մեջ թողնել։ Առաջի մասով դատում են իրան, կանգներ, խժայր, ճվայր, գլուխը դգետնին տայր, ավտոները բներ, զանգեր, բայց չփախներ։ Խնդրեմ, առաջի հոդվածով։ Մեկ էլ իմանում են այս տղեն մի երկու հատ, ասենք, տրեյնինգ անցել, դիպլոմ ունի, ես ունի, ախ դու կարող ես օգնել։ Երկրորդ մասը քոնն է։ Ուրեմն, երկրորդ մասով քեզ տանում են նույն կոշ։ Ստիվա գալի, որ ես չոքնեց, փախավ, այս աղջիկը մեռավ, սենց գյոզալ աղջիկը մեռավ, ինքն էլ չոքնեց, մենթերն է բռնին բան, այսինքն մտնում ես զոն արդեն չհարգված, ծեծ ուտելով, քո տեղի ունիտազի մոտ ալնում, օբշակից էլ չեն օգնում։ Այսինքն զորաբը օգնես դատվում է, զորաբը չօգնես դատվում է։ Դրա համար ինչ եմ խնդրում ժողովուրդ ջան, օգնեք, հիշեք մի կարևոր բան։ Գիշերվա 12-ին գնում եք Սիսիան, ավտոյի տակ մարդ խփի գցիկ, մարդ չկա, դուք եք, գիտեք որ քշեք, ոչ մեկ չի բռնել։ Հիշեք, ինչ դեպք եղավ, եթե դուք չօգնեցիք, ամբողջ կյանքում այդ պատկերը ձեր առաջ առնելու։ Ոչ մի հոգեբան չի կարալու հանի ձեզ։ Մինչև մեռնելը դուք այդ պատկերը զգալու եք, եւ որ մի բան արեցիք, նույնիսկ մեռնող մարդուն, որ դուք չեք օգնում, այդ պատկերը մինչև ձեզ հետո մեռնելուց հետո ինչ կնի, էլ ավելի բետար բաներ կարող անել։ Բայց մինչև մեռնելը հաստատ ձեզ տանջելու է։ Դե քշում ես ավտոն, ընտանիքը, երեխեք ջան, բա ինչ անեմ, բա որ հիմա ես կանգնեմ, բա որ գնամ բերդ, բա ով է ձեզ պահելու, բա որ չկա, այդ մարդը քեզ ժամից մեռնելու է, վեկալ տալի վանդանից։ Իշ որտեղ տեսնում եք ընկած մարդ, վազում եք օգնելու։ Մեր ֆեդերացիայում ես վերջի լեգիոնի տղեկներն էր։ Դասը կարդացի ամեն ինչով, հաջորդ օրը մի հատ խմած բոմժ, լակած բոմժ ընկած է։ Այս տղուն չի հետաքրքրում, լակած բոմժը ինչ է, նա մարդ է։ Այդ պահին կարող է մեռնում է։ Ամեն ինչ թողնում ու վազում է այստեղ։ Վազում է եւ այլ։ Բոլորը դեն ասում արա դե բոմժ է։ Ով ուզում է լինի, փողոցում մարդ հանգած մոտեցեք։
Այն նախնական մենք անցնենք կուրսնա եւ այլ մոտեցեք ստուգեք։ Բոլորին թվում է թե դե խմած է, լակած է, բայց մեռնում է։ Այսինքն ձեր նպատակը միշտ վազելու օգնի։ Այսօրվա մեր դասը սա ոնց որ շոու է, սա լեկցիա չի։ Լեկցիա է, սա դաս չի։ Իսկական տրեյնինգը դուք պետք է ունեք 4-5 հոգի, 6 հոգի։ Մի քանի ժամ ինչը որ ցույց եմ տալի հերթով դուք գալիս անում եք, այ ռեալ ուսուցումը դա է, որ դու անես այս սխալները ուղղեմ, մի շաբաթ անդադ ինչ-որ տրեյնինգ անեմ։ Դա Աստված օրիրոք գեոգրաֆիկ այնքան զարգանա ուսումնական կենտրոն ունենա, բոլորով տեղով անցնենք, կամ նույն ֆեդերացիան կամ մյուս տեղը։ Այսինքն դուք հիշեք դա։ Ես երկու օրինակ ուղղակի բերեմ, որ ռեալ դուք տեսնեք դա։ Մեկը դա իմ Շիրակացի կրթանվալիրում մասիվում որ կա։ Այդտեղ աշխատում է ես։ Տեղ ունենք փոխտնօրեն Սարգսյան, մի արտակարգ անձնավորություն է, մեծատառով, որ ասում են տղամարդ։ Ընկելա մարդը մահանում է, ոչ մեկ չի մոտենում, պատկերացնում եք տասնյակ մարդիկ կանգնած, ընդամենը պետք է սիրտոքյան ռեանիմացիան էին։ Այդ պահին քո ձեռքերը դառնում է իր սիրտը, քո թոքերը դառնում է իր թոքերը։ Անում ես, մինչև կգա շտապ օգնությունը, դեֆիբրիլյատորը կդնեն, ես մարդուն կտրկեին։ Ոչինչ չարեցին, բոլորը շարից, փորձանքից հեռու աղբեր, ու այս մարդը մեռավ։ Մահացավ, զույգ աղջիկ ուներ 3-րդ դասանի, հոյակապ երեխեք, մնացին որ։ Այսինքն ստեղ այդ պասիվությունը, որ աղբեր իմ գործը չի, բերում է մարդու մահվան։ Իմ կինս մահացավ 5 տարի առաջ, երկրորդ կինս էր։ 34 տարեկան ընկած մահանում է, ոչ մեկ չի օգնում, այսպես կանգնած է։ Security-ն այդ անտի ֆորմայով մի հատ ռեմբոյա կանգնած, վերևն է 6 հատ դիպլոմա։ Կարմիր խաչ, first aid, ինչ, ոչ մեկ ոչինչ չի անում։ Շարից փորձանքից հեռու, բավոր մոտենան, բավոր ասեն, բավոր ես անեն, բավոր սխալ անեն, բավոր, բոլոր տեղն է դες։ Կարևոր չի, այս պահին, հիմա տեսեք, այս պահին Եվան ընկավ ստեղ։ Գալիս ենք կուրսը, նայում ենք կուրս չկա, եւ այս սիրտը կանգնած է։ Մենք սկսում ենք վերակենդանացնել, իմ ձեռքը դառնում է իր սիրտը, իմ թոքերը իր թոքերը, այդ կարևոր չի ինչա։ Կարող է իր մոտ սիրտը պատրվել է вообще։ Բայց մենք այնքան ենք անում, ինչեւ կամ փրկում ենք, կամ շտապօգնությունա գալիս, կամ միդիական բծերա երևույթներ անում եւ այլ։ Այսինքն այդ պահին դուք պիտի անես սիրտոքյան ռեանիմացիա։ Գնացի բժիշկները գնում էին արդեն, ասեցին մենք ամեն ինչ արեցինք, եկել ենք 7 րոպե հետո ոչինչ արված չէր։ Այսինքն այդքան մարդ ոչինչ չի անում։ Տարամորգ 6-ներ երեկոյան, տարամորգ գնացի տուն տանել փոքր աղջիկս իմ։ 1.5 տարեկան աղջիկը մամային է սպասում, որ կապիկ ուտի, խնդրեմ։ Այսինքն աղջիկը դժբախտացավ, մամային կորցրեց, սա այն ինչի համար շրջապատը շարից փորձանքից է։ Դրա համար որտեղ մարդ տեսակ վազում եք, խցվում եք օգնելու։ Այն որ ասում են, իջնում ենք, հենց մեկ ընկավ պետք է սաղը հասնեն ու արագ փորձեն օգնել։ Իհարկե գիտելիքը ունենալու։ Դե սովորական էս օտար մարմին ասեցի, ամեն ինչ փորձում եք, չեղավ, կտրված կգա։ Այնպես չէ որ մի անգամից դուք մարդը հազա, դուք մի անգամից բնեք ծագի։ Իմիջիալոց, եթե հազում է մարդը, հազում է, դա թողում եք հազա, որտեղ դա լրիվ խցանում չի։ Եթե մասնակի խցանում է, մի փոքր բան անգել, ինքը հազում է որ դուրս գա։ Ուրեմն դուք թողում եք ինքը հազում է, մաքսիմում մեջքից հարվածում եք, օգնում եք, հաջալերում եք, որ օտար մարմինը դուրս գա։ Կարող է հիմա թթի սեզոն, թութ ուտելուց, թութը աուտում ուրեմն արել, մի հատ կերավ, չայս դիրքում։ Այս դիրքում ճյուղը կոտրվեց, ճյուղը ուղիղ եկավ, գնաց ձայնային չէ։ Սկսում այնքը հազա, մեծ ճյուղա։ Քարտինքը տված, մահվան սարսափնա, հազում է, հեմլից չեք անում։ Հաջալերում եք, մեջքեն խփում եք եւ հաստատ դուրս է գալիս։ Ուրեմն հիշեք, ասում են հազը դա քոքե բրոնխների պահապան շունն է։ Ինչ ընկավ բրոնխ, հազում է որ դուրս գա, ինչ ընկավ հազում է որ դուրս գա։ Մի հատ ճանճ ընկավ, հազելով դուրս է գալիս։ Դրա համար մասնակի ժամանակ հեմլից չի գա։ Սա երկրորդ թեման էր օտար մարմինը շնչուղիներում։ Հիմա ինչ ենք, էլի ինչ որ բան անենք, թե չանենք դաս, թե շարունակենք լողանալ Ժամանակով կտրված կարելի անել, եթե դուք ձեռքի տակ չունեք խողովակ եւ չունեք դեզինֆեկցիաների միջոցներ։ Դեզինֆեկցիայի մասին բացարձակ չեք մտածում, թքած ունեցեք դեզինֆեկցիա, մարդը մեռնում է։ Ծակելու մի բան, այս քարից էսա, քարը փշել են քարից մի բանով, ծառի ճյուղից մի բանով չեք գտնում։ Հա? Եթե խողովակ չկա։
թղթի կտորը կարաս թղթի կտորը Ոչինչ չկա։ ոչ մի բան չունես անելու, էլի այդ անցքը երկու հատ ճյուղով ուղով կարաս բացես վերջի վարիանտ։ Ինքան որ լայնան է։ Հա, այնքան որ լայնանա ինքը շնչի։ Բայց մի թղթի կտոր, մի բանի կտոր, մի բան գտար ոլորես։ Կարող է տերև մերև այդ ծառի ճյուղ մի բան անես, էլի խցես։ Արագը ճիշտ բան է, էլի բանը ավելի ներքևի է։ Խցանումը կարող է, հիշում եք այն 5 տարեկան երեխան, որ մահացավ ատամը հանելուց։ Այո։ Ատամնաբուժի մոտ։ Տեսեք, Մատիկյանը։ հա, բանում չէ, նորքում էր։ Նորքի ատամնաբուժանում էր։ 2-3 տարի առաջ է, լրաբեր հենց հալյուն էր ասում։ Տեսեք, հանելու պահին էս երեխան ձեռքով խփում է ատամնաբուժի ձեռքին, ատամը թռավ ուղիղ ձայնային ճեղքը պատեց։ Երեխան խեղդվում է։ Հիմա տեսեք, ատամնաբուժը դոկտոր մարդ չի ծագում։ Բուժքույրը կողքը չի ծագում։ Ամբողջ կլինիկայում մի 20 հոգի հեչիպես կլեին, ոչ մեկ չի ծագում։ Կապտած երեխուն տանում են կողքի սրտայինը, խոսես հերոսացիով կարդիոռեանիմատոլոգ։ Ասма բերեցին երեխա 5 տարեկան, կապտած, կլինիկական մահվան մեջ երեխան մահացավ, խնդրեմ։ 20 հոգի ոչ մեկը ռիսկ չի անում ծագի, վախնա դա։ Ես բժիշկների լեկցիա եմ կարդում դոկտոր մարդ, տղամարդ, դե ամեն մարդ չի կարող անի, բոլոր էդ են ասում։ Ես մի օրինակ բերեցի, ասում եմ քո տանը քո երեխեդ խեղդվում է, ինչ ես անելու։ Դու իմ երեխուն կծակեմ, բայց ուրիշին չեմ տա։ Ուրեմն դու բժիշկ էլ չես։ Հիմա տեսեք, ես օրինակ բերեմ, որ ասում ամեն մարդ չի ծառայ։ Ցարի ժամանակ 1910-1800 թվականին Ռուսաստանում կառապանները, իզվոշիկները գիտեին կոնիկոտոմիա։ Կառապանին սովորացնում էին, ինչի համար։ Եթե տանը երեխեն խեղդում է, գիտեք, կուճուր երեխեն ամեն ինչ վերանն է տանում, աշխարհը ճանաչում է վերանը տանելով։ Կուճուր երեխեն մի բան տարավ, պնդուկը տարավ, խեղդվում է, չէ, կապտել է, մաման վերցնում է կապտած երեխուն, ղժալով դուսագալի փողոց։ Կառապանին ասում է քշի հիվանդանոց, բալես մեռնում է։ Կառապանը գիտի, մինչև կես ժամ քշեց երեխեն մեռնելու է։ Կառապանը հանում է դանակը։ Այս երեխուն մի հատ ծակեց, մի հատ խոտի ծղոտ դրեց։ Բացեց շնչուղիները, պետք է լիներ քչում արեց, քշում երեխուն հիվանդանոց։ Այսինքն անգրագետ, ոչլոտ, մուժիկը, անգրագետ յուղացի կառապանը գիտեր կոնիկոտոմիա, 21-րդ դարում մեր բժիշկները ռիսկ չեն անում ծակեն։ Ոնց ֆռում ենք ոստիկանների պահը։ Բավոր ծակեն, բավոր միլիցեքը, բավոր միլիցեքը։ Նշանակում է, որպեսզի իմ լեկցիան լրիվ ավարտուն լինի, պետք է մեր ամբողջ ոստիկանությունը փոխել, որ դուք բոլոր կարողանաք օգնել, ես զորաբնել չդատվի։ Տաքսիստներն էլ սովորացնել կամ բոլորին սովորացնել։ Դա ինչ-որ մի դժվար բան չի, բոլորը պետք է լինի։ Դպրոցում պետք է սովորես։ Դպրոցում Խողովակի վրա որ ծակում եք, բան եք անում, պտտում եք, իսկ այդ պտտելու չէ, ժամանակ չես պտտում։ Դու ծակեցիր, արդեն ճղած, արդեն ծակեցիր, դու կարաս ցանկացած տրուկ կամ ամեն անգամ ուշադրություն է դարձնում մտնել։ Հա, չէ, ես ուղղակի ցույց եմ տալի այդ մտցնել։ Հնարավոր է ավելի վերևից սակեն, որ բանի չհասնի։ Խցանով առաջ։ Չէ, խցանը հիմա տեսեք, այդ երեխայի հարցում ինչ է։ Մի օքի ինձ ասեց, գիտեք, դուք սխալվում եք, երեխայի ձայնային ճեղքում չէր ատամը։ Ընկել էր բրոնխների բիֆուրկացիա, բաժանման տեղը, դա փրկել հնարավոր չի միլիոնից մեկ է։ Ասի համաձայն եմ, այդ երեխու ճակատագիրն էր, Աստված էր որոշել, այդ երեխան մեռավ։ Բայց հարց, բժիշկը ծակել է, ասում է չէ։ Դո բա շատ գիտեր ուր անգե, թող ինքը ծակեր, տրուպկա դներ, քչեր, տեսներ, չի գնում։ Հետո դիահերզումը ցույց տար որ ներքևում։ Բայց սովորաբար միշտ լինում է այդ ճեղքում, ձայնային ճեղքում է լինում դա։ Եվ արդեն փոխվում է։ Ավելի նեղ է, այս։ Հա, ասես ճեղք, այսպես ճեղք է։ Դու որ խոսում ես այս տատանգում, շնչառության ժամանակ ոտի գնում է, ինչ եղավ հիմնականում տեղը։ Ես եսակալստի։ Ճեղք ասես, որ մատով լեզուն ես քաշմել ես երևում է։ Օրինակ այդ բժիշկը եթե չի ծակել, ինչ կարար անել։ Լույսը ունի։ Երեխայի մատով sense լեզուն հետ ակաշում ձայնային ճեղք երևում է։ Ատամը վրենա գրիչը հանում է, բրդում գցում է բրոնխի մեջ։ Գցում է բրոնխի մեջ, երեխան սկսում է